Մայիսի 25-ին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց նորաոց սրբազան հայրերին։ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանին, Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանին, Տեր Անանիա եպիսկոպոս Ծատուրյանին և Տեր Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանին։ Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորեց նրանց եպիսկոպոսական աստիճանի արժանանալու առթիվ և մաղթեց արդյունավոր առաքելություն առաքելական Սուրբ եկեղեցու պայծառության հայրենիքի շինության համար։ Նորին սրբությունը հորդորեց սրբազան հայրերին հաստատուն պահել իրենց ուխտը, ամեն ջանք ու ճիգ ներդնել ազգային հոգևոր կյանքը զորացնելու, մարդկանց հավատ և հույս ներշնչելու համար։ Յուրաքանչյուր առիթ վեհապար հոր հետ առնչվելու մեզ մի յուրօրինակ խթան է մեր ծառայության մեջ։ Եվ այս իմաստով նաև մեզ համար շատ դեպքերում օրինակելի և ոգևորիչ է վեհապար հոր ծառայությունը, նախանձախնդրությունը, անձնդիր ոգին հանդեպ մեր եկեղեցին, հանդեպ մեր պետությունը, պետականությունը, ժողովուրդը և բարին Աստված։ Ինչ վերաբերում է եպիսկոպոսությունը ըստ էության հոգևոր հայրություն է, որը օգնում է, որպեսզի մարդիկ իրենց մեջ գտնեն կամ վերագտնեն Աստծո ձայնը կամ Աստծո ներկայությունը։ Եկեղեցու բարձրագույն աստիճանն է, անշուշտ շատ պարտավորեցնող և նաև օրհնաբեր ծառայության առհավատչա։ Նորաոց սրբազանները ձեռնադրությունից և օծումից հետո մատուցում են Անդրանիկ եպիսկոպոսական պատարագը։ Մայիսի 25-ին Մայր տաճարում պատարագ մատուցեց Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը։ Յուրաքանչյուր հայ հոգևորականի համար մեծ պատիվ է միացնային Իշխողրանին պատարագելը, որտեղ որ Աստծո և մարդու հանդիպման վայրն է։ Եվ բնականաբար նոր հանգամանքում արդեն իսկ որպես եպիսկոպոս ինձ համար ուխտի պատարագ էր։ Շնորհակալություն հայտնելու Աստծուն այսօրվա համար, իմ ծնողներին, հարազատներին, բարեկամներին, միաբանությանը և հատկապես վեհապար հայրապետին, որ արժանի գտավ և արժանացրեց այս բարձր կոչմանը։ Մեզ համար, ինձ համար հատկապես այսօր ուխտի պատարագ էր, վերանորոգության, այլակերպության։ Մենք երեկ ստացանք հոգեգալստին Սուրբ Հոգու շնորհները 7-նարբյան, բայց նաև բարձրացանք մեր մտքով Թաբոր լեռը հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին և ուխտեցինք, որ պիտի շարունակենք անսակարկ ծառայել մեր եկեղեցուն, մեր Տիրոջը և ամեն ինչ պիտի անենք, որպեսզի մեր ծառայությամբ, մեր նվիրվածությամբ, մեր կյանքով իսկապես դառնանք փառքը հյուսենք մեր եկեղեցու և արժանի դառնանք մեր հայրերին, որովհետև նրանք ապրել և գործել են ի սեր հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու և ի պայծառություն հայոց պետականության։ Եպիսկոպոսական կոչումը որպես նվիրապետության բարձր աստիճան ենթադրում է առավել մեծ հանձնառություն և պատասխանատվություն։ Եպիսկոպոսությունն ինքնին ծառայական խաչ է, որը Տիրոջ մշակը ստանձնում է իջման Սուրբ Սեղանի առջև, ծնրադիր ուխտելով կյանքը անմնացորդ ընծայել եկեղեցուն, նշեց վեհապար հայրապետը օծման հանդիսավոր արարողության ժամանակ։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի գահակալության տարիներին հայոց եկեղեցում 47 եպիսկոպոս է ձեռնադրվել և օծվել։